Սիրելի հեռուստադիտողներ, Alpha News-ի տաղավարում է արևելագետ ապրի Արմենիայի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։ Շնորհակալ ենք պարոն Մելքոնյան հրավեր ընդունելու համար։ Բարոց ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Մելքոնյան, սկսում է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ ռաունդը, երկու ռաունդներում կարծես որոշակի առաջընթաց գրանցվեց, բայց դա չբավարարեց կողմերին, եւ կողմերը նստում են բանակցային սեղան արդեն երրորդ անգամ փետրվարի 26-ին։ Ինչ է ստացվում, այս ամենով ինչ ենք հասկանում, ըստ ձեզ շոշափելի արդյունքներ արդյոք չեն եղել բանակցությունների սեղանի շուրջ, որ միջնորդավարված բանակցությունները նորից շարունակվում են եւ ինչպես կգնահատեք այս բանակցային շփումը։ Ես չի համաձայնվի, որ որևէ արդյունք չկա, որովհետև այս երրորդ փուլը հանդիպման, որը պիտի տեղի ունենա, արդեն իրանական կողմը պիտի ներկայացնի իր տեսլականը բուն պայմանագրի շուրջ։ Նկատելով, որ կային փուլեր, առաջի փուլում քննարկում են սկզբունքները բանակցության, երկրորդ փուլում արդեն մոտեցումներն են քննարկում, իսկ հիմա արդեն այս մոտեցումները պիտի ինչ-որ դրաֆտ լինի թղթի վրա, որ արդեն ինչ-որ շոշափելի հարցերից կարողանան խոսել։ Նկատում եմ, այս առաջընթացը կա, այստեղ այո, կային տարաձայնություններ ամենասկզբում, թե ինչ են բանակցելու։ Միջուկային ծրագրեր, բալիստիկ հրթիռների ծրագրեր, պրոքսիների հարցը եւ այլն եւ այլն։ Հիմա ոնց որ փուլային են անցնում եւ հանցնում են արդեն ինչ-որ դրաֆտ են կազմում։ Պարոն Մելքոնյան, տեսեք, ԱՄՆ-ն տարածաշրջան է բերել 2003 թվականից հետո, Իրաք ներխուժումից հետո ամենամեծ թվով ռազմաբազան, զինտեխնիկան, անօդաչու թռչող սարքերը, երկու ավիակիր, Թրամփը ամեն անգամ պատե ու անպատե առիթով թմկահարում է այդ մասին, իհարկե Իրանից էլ պատասխան հայտարարություններ են հնչում ամենաբարձր մակարդակով, ինչ է ստացվում, հա, ինչ ենք հասկանում, եթե այնուամենայնիվ երրորդ անգամ բանակցային սեղանի շուրջ նստելուց հետո կողմերը համաձայնության չգան, արդյոք ԱՄՆ-ն կգնա այդ արկածախնդրության, կհարվածի Իրանին։ Հարվածի հավանականությունը բարձր է եւ ինքը գնալով բարձրանում է, ինչքանով ավելանում է Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Սա մեկ։ Երկրորդը մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները նաեւ նվազեցնում են իրենց ներկայությունը այն տեղերից, որտեղ Իրանը հեշտությամբ կարող է հասնել։ Սիրիայում հիմնականում եւ որպեսզի նվազեցնի այս հնարավոր կորուստների հավանականությունը։ Դա ցուցանիշ է, որ այո, պատրաստում է նաև ռազմական սցենարի։ Բայց դա չի նշանակում, որ այս ռազմական ներկայությունը միայն ռազմական սցենարի մասին է, ինքը նաև ճնշման գործիք է։ Միացյալ Նահանգները օգտագործում են երկու հատ ճնշման գործիք։ Առաջինը ավելացնում են ռազմական ներկայությունը, երկրորդը հոգեբանական ճնշման արդեն տեղեկատվական ոլորտում։ Եվ որ դες քննարկում ենք տարբեր թվիտերը Թրամփից, որ կամ այս մամուլները, որ ասում են արդեն պատրաստում են այս սցենարին, դա նաև հոգեբանական պատերազմի մասերից մեկն է։ Տեսեք, սցենարներից մեկը ներկայացվում է արևմտյան մամուլում ըստ Axios-ի, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է նաև Խամենեիի եւ նրա որդու սպանությունը հնարավոր եւ այդպիսով հասնել Իրանում իշխանափոխության։ Այսինքն այս ամենն էլ կարող ենք դիտարկել որպես հոգեբանական պատերազմի որևէ գործիքներից մեկը։ Այո, անշուշտ, սա հոգեբանական պատերազմի գործիքներից մեկն է։ Երկրորդը դա չի նշանակում, որ այս սցենարը ընդհանրապես չի քննարկվում, որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ հունիս 2025 թիվ այս տեսակորվա պատերազմի ընթացքում նաև քաղաքական նպատակներից մեկը հետևյալն էր՝ փոխել ռեժիմը եւ թույլ չտալ, որպեսզի տրանզիտը ռեժիմի անցնի այն ճանապարհով, որտեղ կարող է գծվի Իրանի ներսում։ Հետևաբար այո, սցենարը ոչ մեկ չի բացառում եւ դրա մասին շատ ակտիվ նաեւ Իսրայելում են խոսում, որովհետեւ ի վերջո թիկունքում այս ընդհանուր հարձակման եւ հարված օրակարգին կանգնած առաջին հերթին Իսրայելը, երկրորդ հերթին Միացյալ Նահանգները, բայց հիմա արդեն իրավիճակը փոխվեց։ Եթե հունիս 2025 թիվ ֆրոնտմենը Իսրայելն էր եւ վերջում Միացյալ Նահանգներ, իսկ հիմա իրավիճակը փոխվում է։ Եվ այդ սցենարը այո քննարկվում է, թե ինչպես կարա լինի ռեժիմի տրանզիտը եւ Միացյալ Նահանգների համար եւ Իսրայելի համար կարեւոր է, որ ինքը առնվազն լինի առաջինը կառավարելի, երկրորդը գնա այն ուղղությամբ, որը իրանք են ցանկանում, որովհետեւ ոչ մեկ չի բացառում, որ այդ սցենարը իրականանա, արդյոք ավելի վատ ճակերտներով ռեժիմ Իրանում չի հաստատվի։ Տեսեք, ռեժիմի փոփոխություն կլինի, թե չի լինի Իրանում, այդ ամեն ինչի ազդեցությունը ուղիղ նաև զգալու ենք մենք, Հարավային Կովկասը, որովհետև ըստ էության Հարավային Կովկասում ուժերի բալանսը ապահովում է նաև Իրանի այժմյան ներկայությունը, հստակ կարմիր գծերով, որքան էլ դրանք մեկ-մեկ կամ ժամանակ առ ժամանակ հատվում են շահերի պատճառով, հա, ամեն դեպքում գիտենք, որ կայսերական շահ
շահը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանային գերտերությունների համար, բայց այնուամենայնիվ, եթե հանկարծ Ամերիկան հաջողի եւ ինչ-ինչ պատճառներով Իրանում իշխանափոխություն տեղի ունենա, մենք ինչպիսի իրավունք ունենանք եւ դա ինչպես կազդի մեր տարածաշրջանի վրա։ Դա ամեն ինչ կախված է սցենարներից։ Օրինակ ամենաբացասական սցենարը, որ խոսքը գնում Իրանի մասնատման մասին, ֆրագմենտացիայի մասին, այո, դրա հավանականությունն էլ կա եւ ինքը աճում է, որովհետեւ օրինակ մեր նկատում Հայաստանում մամուլներում ընդհանրապես չնկատեցին այլ նորությունը, որը տեղ ունեցավ 3, որ 5 տարբեր քրդական խմբավորումները Իրանի ներսում միացան մեկ հարթակում, որոշեցին միավորեն իրենց ուժերը եւ նպատակ են հստակ դրել պայքարել ռեժիմի դեմ, փոխել Իրանում ռեժիմը եւ այլն։ Բարձր որ դա ունի նաեւ արտաքին աջակցություն։ Երկրորդ ինդիկատոր, որ մենք ունենք, այո, նոր ցույցեր տեղի են ունենում Իրանի ներսում։ Հետևաբար օգտագործում են բոլոր միջոցները, տեղեկատվական պատերազմ, գետնի վրա ցույցեր, զինված խմբավորումների ակտիվություն։ Եվ սա խոսում է նրա մասին, որ յուրաքանչյուր սցենար այս կոնտեքստում հնարավոր է։ Եթե ամստամբություն ճիշտ տեղի ունենա քրդական շրջաններում, ապա կմիանան բալուջները, կարող են միանալ այլ շրջանները, եւ սա մեզ համար ամենաբացասական սցենարը լինի։ Եթե հաստատ ոչ անի գնա ներքին պատերազմի ընթացքով, ապա պարզա որ մենք ստեղ պիտի կառնչվենք հարյուրավոր հազար փախստականների հետ։ Հիշեցնեմ Սյունիքում ավելի քիչ քան 150,000 մենք բնակիչ ունենք։ Պատկերացնում եք, եթե նույն քանակի, նույնիսկ չեմ ասում դա ազերի են, որովհետև իրանք էլ են տարբեր։ Շատերը Հայաստանի նկատմամբ շատ դրական են։ Դա այդպեսի լայն հոսք լինի Հայաստան։ Երբ որ բռնի տեղահանում Արցախից տեղի ունեցավ, Հայաստանը շատ դժվար, իդեպ տնտեսական նաև տեսանկյունից, սոցիալական տեսանկյունից, ընդհանուր ռեսուրսների տեսանկյունից կարողացանք աբսորբենք 120,000 մեր հայրենակիցներին։ Պատկերացնում եք, եթե դա լինի ոչ 120,000, այլ օրինակ 200,000 առնվազն։ Պարոն Մելքոնյան, ընդհանուր առմամբ քաղաքագիտական շրջանակներն այն կարծիքին են, վերլուծական մեկնաբանությունները երբ որ կարդում ենք, տարածաշրջանի զսպող ուժը Ադրբեջանի եւ Թուրքիայի հնարավոր Հայաստանի վրա ուժի ներգրավվածությունից կանխում է դա Իրանի գործոնն է։ Եթե մասնատում տեղի ունենա նման բան, հա, մեզ վրա ուղիղ ազդեցություն մենք կզգանք նույն Թրամփի ուղումասով, նույն իրանք ասում են ինչքան է Թրամփի ուղի է, դա նույն Զանգեզուրի միջանցքն է, հա, Իրանի մասնատումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կարող ենք դիտարկել։ Այո, բայց Իրանի դերը մի քիչ նվազել է, այս որպես զսպման միջոց, որովհետև այո, Հայաստանը ընդունեց հիմնական մասեն պահանջները, որոնք կային Թուրքիայից եւ Ադրբեջանից տրիպի շրջանակներում, հետեւաբար հարձակման վտանգը ինքը հետաձգվել է։ Բայց դա չի նշանակում, որ ինքը ընդհանրապես զրոյացել է։ Սա մեկ, երկրորդը, նույնիսկ եթե ռեժիմը փոխվի, բայց չլինի մասնատում, շատ կարևոր է հասկանալ, որ ի վերջո Իրանի շահերը մնում են, որովհետև տրիպը ինքը միակ հարձակման մասին չի, Զանգեզուրի միջանցքի մասին չի, ինքը նաև կոմունիկացիաների մասին է, որպեսզի չշրջանցեն Իրանը։ Հիմա Թուրքիան այդ քաղաքականությունը իրականացնում է, լինի դա տրիպի միջոցով, մեզ մոտ հարավային Կովկասում կամ Development Road Իրաքի տարածքով, որպեսզի էլի շրջանցեն Իրանը եւ մեկուսացնեն։ Դա հիմնական նպատակը։ Իհարկե, յուրաքանչյուր ռեժիմը, որը տեղում նա Իրանում, շահագրգռված չլինի մնալ մեկուսացված։ Եվ այո, իրենք կշարունակեն իրենց շահերը առաջ մղեն, բայց արդեն կարևոր է տարբերությունը։ Եթե լինի ավելի պրո ասած կամ արևմուտք friendly sense ավելի ասենք ռեժիմը, բարձր որ ավելի ասած կոշտ միջոցներ իրանք դժվար թե կիրառեն, որպեսզի զսպեն Ադրբեջանին, օրինակ, ինչպես անում են 2021-2022 թիվ զորավարժություններ ընդանուր Ադրբեջանի սահմանում։ Բայց այո, իրանք ներգրաված կլինեն գործընթացներում։ Տեսեք, միշտ էլ այդպես է եղել, որ Իրանը երբ որ ցանկացել է իր ուժը ցույց տալ, զորավարժությունների մեթոդին է դիմել, այս անգամ էլ բացառություն չէր, Հորմուզի նեղուցը փակվեց մի քանի ժամով եւ այնտեղ հստակ զորավարժություններ տեղի ունեցան, հետո դրան միացավ նաև Ռուսաստանն ու Չինաստանը, հայտարարեցին երկու կողմերից էլ, որ դրանք նախապես պլանավորված զորավարժություններ էին ու որևէ կապ չունեին ԱՄՆ-Իրան այս վերջին լարվածության հետ։ Նախ ինչ ենք հասկանում այս զորավարժությունների մասով, այն որ Իրանը հստակ ցույց է տալիս իր ուժը տարածաշրջանում եւ ասում է, որ որևէ բանին չի ընկրկի, դա հաստատ է, բայց նաև այստեղ չկա մի բան, որ Ռուսաստանն ու Չինաստանը այնուամենայնիվ Իրանի կողքին են նաև այս մասով։ Այո, իրանք Իրանի կողքին են, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը կամ Չինաստանը պատրաստ կլինեն ուղղակի ներգրաված լինեն։ Գրեթե դա հավանականությունը մոտ է 0%-ի։
այո, դա ճիշտ էր, որ այդ զորավարությունը նախատեսված են։ Իրանք ամեն տարի նույն գրեթե ժամանակին կտրվածքով անցնում են։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանը կամ Չինաստանը կցանկանային ռազմական մարտահրավեր նետեին Միացյալ Նահանգներին։ Դա բացառվում է։ Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ակտիվ աջակցություն է ցուցաբերում Իրանին, մատակարարելով տարբեր զինամթերք, համ ներքին նպատակներ հասնելու համար, համ արտաքին։ Բայց եթե էսկալացիան տեղ ունենա, ակնհայտորեն ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը ուղղակի ներգրաված չեն լինի։ Ինչ է վերաբերում Հորմուզի նեղուցին, ցեքստեղ ոչ միայն արևմուտքի կամ Միացյալ Նահանգների շահերն են, Իրան նաև հաշվի առնելով Չինաստանի շահերը։ Պատկերացնում եք, եթե փակվի, նշանակում է նավթի գինը աճելու է, չգիտենք թե որ ինչքան դոլար կլինի։ Դա իհարկե Չինաստանի փաստացի շատ մեծ հարված կլինի իրենց տնտեսության համար։ Ինչպես մենք հասկանում ենք, դա նաև իրանք հաշվի են առել հունիս 25 թիվ, երբ որ այդ վաղ նաև չդիմեցին այդ քայլին, բայց հաշվի առնելով, որ Իրանում դա այս պատերազմը, որը կարող տեղ ունենա, նկարում են որպես էգզիստենցիալ, որ իրանց գոյության մասին է, ապա չի բացառում, որ իրանք բոլոր միջոցները կկիրառեն։ Մենք տեսնում ենք, որ ակտիվացում է տեղ ունենում Լիբանանի հարավում Հեզբոլայի կողմից, Իրաքում Հաշտաշաբի կողմից, այո, կարող են փակել Հորմուզի նեղուցը, յուրաքանչյուր միջոցներ իրանք կարող են օգտագործել։ Եվ եզրափակելով կցանկանայի խոսեինք նաև Իսրայելի դերակատարության մասին, ընդամենը մեկ շաբաթ առաջ Բիբին գնաց ԱՄՆ, այնտեղ հանդիպեց նախագահ Թրամփի հետ ու 2.5 ժամանոց փակ դռների հետևում տեղի ունեցած խոսակցության միակ առարկան դա ԱՄՆ-Իրան բանակցությունները են, այն ժամանակ ընդամենը դեռ երկրորդ փուլն էլ չէր մեկնարկել, հա, եւ ինչ ենք հասկանում, Բիբին վախեր ունի հնարավոր բանակցային սեղանին դրված փաստաթղթի շուրջ։ Հիմնական նպատակը Իսրայելում այն, որ Իսրայելը ներսում է քննարկվում, փորձել փոխել բանակցության տրամադրությունը։ Այսինքն քննարկել ոչ միայն միջուկային ծրագիրը, որտեղ բոլոր հասկանում են, որ Իրանը չի հարստացնում սկսած հունիս 25 թիվ։ Ոչ մի բան այստեղ նույնիսկ բանակցելու չկա։ Խոսքը գնում էր այս 400 կիլո արդեն հարստացված ուրանի մասին եւ բալիստիկ հրթիռների մասին։ Իսրայելը ուզում է որպեսզի այս երկու հարցը լինեն օրակարգում։ Դա է նպատակը։ Եվ երրորդը Իսրայելը մեսեջը հետևյալն է, եթե Միացյալ Նահանգները պատրաստ չեն լինի հարվածել, ապա Իսրայելը պատրաստ է դա անի, բայց մեզ օգնության կարիք կա Միացյալ Նահանգների կողմից։ Եվ ավիակիրը Ֆորդը որ եկավ, ինքը եկավ միջերկրական ծով Իսրայելի ափի մոտ, որպեսզի ավելալ պաշտպանություն կարողանա տրամադրել Իսրայելին։ Դա նշանակում է, որ նույնիսկ եթե իրան կարողանան կապնում Իրանը եւ Միացյալ Նահանգները պայմանավորվեն, դա չի նշանակում, որ Իսրայելը չի հարվածել։ Շատ լավ։ Այսինքն նման հնարավոր տարբերակ դիտարկում եք։ Այո, անշուշտ։ Հիշեցնում որ Իսրայելում են ընտրություններ այս աշունը եւ Նետանյահուն ինքը էլի ճշմարտակ է գտնվում աճական ճամբարի կողմից, որ ասում է, սա վերջի հնարավորությունն է վերջապես փակել ճակերտներով Իրանի հարցը եւ մյուս ճամբարը, որը էլի հաշվառնալով, որ իրենք գտնվում էին պատերազմի ռեժիմի մեջ, մոդի մեջ արդեն հոկտեմբեր 23 թվականից եւ բոլոր հասարակությունը հասկանում որ Իրանը խնդիր է եւ եթե կա հնարավորություն, այսպես ասած, լուծել այդ հարցը, ապա պետք է դա անել, որովհետեւ մենք 2025 թվականի վերջ նոր տեսանք իրական պատկերը, թե ինչ հարվածներ տեղ ունեցան Իսրայելում Իրանի կողմից եւ իրանք շատ վտանգավոր են։ Իսկ եթե Իսրայելում խոսում են, որ արդեն Իրանը կարողացավ վերականգնեցնել իր բալիստիկ հրթիռների քանակը, ապա դա արդեն լուրջ սպառնալիք է Իսրայելի համար։